Բարև ձեզ ժողովուրդ ջան, ես Տանան հեռու խոխեկ նախաձեռնությունից եմ, ինչպես Արիգան ներկայացրեց, մենք երիտասարդների խումբ ենք, այսպես ասած, ովքեր գտնվում ենք Երևանում եւ չենք կարողանում վերադառնալ Արցախ։ Ես նախ մեր խմբի անունից ուզում եմ, մեր նախաձեռնության անունից ուզում եմ շնորհավորել Արցախում գտնվող մեր կրտսեր քույրերի եւ եղբայրների գիտելիքի տոնը։ Խոխեկ ձեր տոնը շատ շնորհավոր լինի, մուկ ծզնեհետանք, դուք մինակ չեք։ Արցախում այս պայն գտնում են 30,000 երեխաներ, ովքեր չունեն այն ամեն ինչը, որոնք ունեն, ինչը ունեն աշխարհի բոլոր մնացած երեխաները, ովքեր պետք է ունենային այս օրվա կապակցությամբ։ Ամբողջ աշխարհում այս օրը բոլոր երեխաները հագնում են իրենց գեղեցիկ զգեստները, վերցնում իրենց գույնավոր տետերն ու գրիչները եւ գնում դպրոցներ, ստանալու գիտելիքներ, շփվելու իրենց ընկերների հետ, ամենուրեք ուրախ մթնոլորտ է տիրում, որը այս պայն չկա 30,000 երեխայի մոտ, որը 21-րդ դարում քաղաքակրթության կենտրոնում անընդունելի է, դա չպետք է այդպես լինի։ Եվ ինչպես տեսնում ենք, այն կառույցները, գոնե այն կառույցները, խոսքս վերաբերում է ՄԱԿ-ին եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ում գաղափարախոսությունները դեմ են այս իրավիճակին, որը տիրում է արցախցի երեխաների մոտ հիմա, նրանց կողմից նույնպես անտարբերություն է դիտվում, անտարբերություն է երևում։ Սա անընդունելի է իրականում, ես չգիտեմ իրականում ինչու է այսպես, ես այս հարցերի պատասխանները չունեմ, ուղղակի ուզում եմ ասել, որ քանի որ մենք տեսնում ենք այս ամեն ինչը, անտարբերությունը այն կառույցների կողմից, այն հարցերի շուրջ, որոնց շուրջ ու որոնց կողմից չպետք է լինի անտարբերություն, քանի որ տեսնում ենք, որ միջազգային դատարանների որոշումները, ինչ-որ անվտանգության նիստերի հայտարարությունները անտարբերության են մատնվում եւ չեն կատարվում։ Մենք գոնե եկեք այս հարցի շուրջ միասնական լինենք, այս հարցը մեր համար կարևորենք, մեր ընկերների, մեր փոքր եղբայրների, գոնե երեխաների, ովքեր այս ամեն ինչի հետ ոչ մի կապ չպետք է ունենան եւ պետք է տեսնեն լիարժեք մանկություն, նրանց համար փորձենք մեր միասնական լինելով գոնե հոգեպես աջակցել եւ ապահովել այդ ամեն ինչը։ Այդ երեխաները այն երեխաներն են, ովքեր տեսնելով օր-օրի ընդլայնվող եւ մեծացող եռաբլուրն ու եղբայրական գերեզմաները շարունակում են պարզ ճակատով շարժվել առաջ եւ այդ ամեն ինչից հետո նրանք հանդիպում են ել ավելի մեծ դժվարությունների։ Չպետք է երեխաները տեսնեն այդ ամեն ինչը։ Երեխաները դրանով մեղավոր չեն, այս քաղաքական խաղերի մեջ երեխաները մեղավոր չեն, նրանք չպետք է պատերազմի մեջով անցնելուց հետո հանդիպեն այս դժվարություններին, հացի հերթերում ուշագնաց լինեն գիշերվա ժամերին, մինչդեռ նրանց հասակակիցները ամբողջ աշխարհով մեկ իրենց տաք անկողիներում քնած են եւ վայելում են իրենց քունը, տեսնում իրենց բարի երազները։ Իսկ մեր կրտսեր քույրերն ու եղբայրները ուշաթափում են հացի հերթերում գիշերը։ Եվ դա բազմաթիվ խնդիրներից միայն մեկն է։ Եկեք այս հարցերին ուշադրություն դարձնենք գոնե մենք։ Այս հարցերը մեզ համար կարևոր ենք, մտածենք սրանց շուրջ, համախմբվենք այս հարցերի շուրջ, լինենք միասնական, որովհետև մեր հաղթանակը մեր միասնության մեջ է, ուրիշ ոչ մի տեղ, ինչպես երևում է։ Շնորհակալություն շատ։